Օգոստոսի 21-ին ոտքի Հայաստան շարժման ժամանակ Հանրապետության հրապարակում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջև եւ դուք ապտակեցիք տարեց տղամարդուն ակտիվիստ Հակոբ Նազարյանին։ Ինչն էր պատճառը, ինչու ապտակեցիք։ Գիտեք, տվյալ պահին գնում է ծառայական քննություն եւ ծառայական քննության շրջանակներում ես իմ բոլոր բացատրությունները կտամ եւ դուք համապատասխան կարգով կտեղեկացվեք այդ մասին։ Ես իրավասու չեմ նաև պատասխանել մնացած այդ բովանդակությունը, քանի որ ծառայական քննություն է գնում։ Լուրեր կան, որ իբրև ձեր ագրեսիան պայմանավորված է եղել նրանով, որ ցուցարարը ձեզ վիրավորել է կամ հայոյել է, եղել է նման բան։ Ցուցարարն էլ իր հերթին ասում է եւ մյուս ցուցարարները, որ նման բան տեղի չի ունեցել եւ ձեր ապտակը շատ անակնկալ է եղել իր համար։ Կներեք, չեմ ուզում նորից կրկնվեմ, բայց ծառայական քննության շրջանակներում ես այդ մասին բոլոր բացատրությունները կտամ։ Եվ այդքանով երևի կներեք, բայց չեմ կարող տվյալ պահին պատասխանել, որտեղ ծառայական քննություն է տեղի գնում։ Իր այդ շրջանակներում բոլոր բացատրությունները կտրվեն եւ համապատասխան կարգով կտեղեկացվեք։ Ցուցարարները պահանջում էին, որ դուք հրապարակավ ներողություն խնդրեք բոլորից, ինչ եք պատրաստվում անել։ Նախ եւ առաջ ես ուզում եմ հայցել իմ ներողամտությունը նախ իմ գործընկերներից, հանրությունից եւ համակարգացիներից, որովհետև դրսևորել եմ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ, հայցում եմ նրանց ներողամտությունը, ես գիտակցում եմ իմ կատարած սխալը եւ պատրաստ եմ համապատասխան պատասխանատվություն կրել իմ բոլոր գործողությունների եւ արարքների համար։ Ցուցարարները պահանջում են գնալ իրենց մոտ հրապարակավ ներողություն խնդրել Հակոբ Նազարյանից։ Ես նոր ձեր հարցին պատասխանեցի եւ չեմ ուզում նորից կրկնվեմ, բոլոր հարցերին ինչ որ տվեցիք, ես պատասխանեցի այս շրջանակներում։ Մնացած ինչ կլինի ծառայական քննությունը, բոլորը ամեն ինչ իր տեղը կդնի իմ կարծիքով։ Այսինքն դուք այսքանով եք սահմանափակվում, չեք պատրաստվում հրապարակավ ներողություն։ Այո, ես այսքանով սահմանափակվում եմ։